Անուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Հայերենի մեջ ինչ աղոր բառեր կան, չէ՞։ Գրփամարդիկ հասկացաք ով է։ Ով է։ Չէ, բոքսերներն են գրփամարդիկները, որ գզարն են։ Ասպարը ինքնին մեկ հատ խորհրդածություն գուզե գրփամարդիկ։ Ուրեմն կպատմեն, որ Մովսես անունով եթովպացի Բադանի բգար, որուն աղքատության պատճառով ստրուկ կքնեն եւ իրեն դերը ով կքնե շատ չար գվարվի իր հետը եւ թե գործածե իրեն, թե գբաճե իրեն, թե գծեծե իրեն, բայց գտեսնե որ աստղան զարմանալի ուժ ունի եւ տարիներ հետո երբ որ ինքը հանցախումբի մեջ կլա շատ արդեն մեծած կլա ինքը կլա ղեկավարը Մովսեսը այդ ղեկավարին կսպանե եւ ինքը գթարնա ղեկավարը այդ բանդային այսպես ասած հանցախումբին եւ կսկսի իր կյանքը այսինքն գարցագին գյուղերու վրա կգողոպտեն կուրախանան, հա, թալանչի կյանք, այսպես ասած։ Մեկ անգամ, երկու անգամ, բայց շատ ուժ ունի, օր մնալ, երբ որ պիտի հարցագի հովիվը եւ իր դղաները, որ քարները գարազացնեն, երբ որ գուզե հարցագի ռադոնց վրա, Աստվածամայրը գերեվի Մովսեսին, եւ ասիկա այդ զորավոր լույսեն գվախնա։ Կսե որ չես կրնալ մոտենալ։ Այդ լույսեն գփախի եւ իր մեջը հարցում գլա ինչ էր այս լույսը թե վախցա թե խաղաղությունը զգացի ես իմ մեջս երբեք խաղաղություն չեմ ունեցած եւ այդ ձևով Եգիպտոսի մեջ բդդելով օր ամեն բան գցկե եւ գերտա Եգիպտոսի անաբադներին մեկում մեջ Սուրբ Մագարի վանքին քով եւ մեծ սուր ունի վրան վանքի թուրը գզարնե Բանան գտեսնեն հանցագործ է, սուրը վրան, գվախտան գսեն ինչ կուզես, գսե պամը չեմ ուզեր, միայն գուզեմ մինագը սլալ, խաղաղություն գուզեմ։ Գնա է Սուրբ Մագարիոսի իրեն, ներս կարն է և սենյակ կուդա իրեն։ Եվ Մովսեսը 20 տարի գջկնի ադվանքին մեջ, գտարնա վանական, երբ որ Վանահայրը պիտի մահանա, բոլորը գսեն ով պիտի լա քու տեղդ, գսեք հացեք եթովպացի Մովսեսը բերեք։ Եվ Մովսեսին գտարցնեն Վանահայր, որու կյանքը փոխված է։ Ուրեմն ինչու այս պատմությունը կպատմեն, որ շատ զորավոր մեգուն թեպի Աստված դարձնելու համար Սուրբ Մագարիոս երբ որ ներս կառնի իրեն, չի սեր տուն հանցագործ ես Տուն մեղավոր ես, մենք հո սուրբ ենք, չես կրնար մեր հետը մնալ, այլ հագարակը կսե իրեն սիրով Քրիստոսի ջամփանցը ցույց, կսե քիշերներ գար չեր կրնար սենյակի մեջ մնալ եւ գերտար աբահայրը գարտնցներ, որ կդանչվիմ գոր ըրածներուս պատճառով, հա, անցիկը որ սպաներ եմ, քողությունները որ ըրած են վրաս կհարցագին, Սուրբը գսե որ այո, մտավոր պատերազմը ավելի քեշ է, քան մարմնավոր պատերազմը Եվ որ մարդեն հուսահատած պիտի լա, որպես իրեն մխիթարե Սուրբը դանիք կհանե վանքին, կսե մեկ հատ աչ նայիր, աչ կնայի, կտեսնե, որ սատանայի խումբը, թևերու խումբը, սև, որոնք միշտ վանքի շուրջն են, կփնտրեն մեգումը, որ մեղքի մեջն են, եւ կսե հիմա մեկ հատ ծախ նայի, ծախը գնայի երկնավոր զորությունները, հրեշտակներու խումբերը։ Կսե որ կողմը ավելի շատ է, կսե ցախ կողմինը հրեշտակները։ Կսե միշտ գիծիր պատերազմի մեջ Աստուծո կողմինները ավելի զորավոր են եւ շատ են եւ չհուսահատես։ Եվ անշուշտ պատմությունը երկար է, տարիներ հետո նույն վանքի վրա այդ հանցախումբը, որ ինքը առաջ կառաջնորդեր, կհարցագի Սուրբ Մովսեսը ամեն վանականներուն գսե փախեք հոստեղեն, ես պիտի մնամ, գսեն եգուր մեզի հետ, գսե չէ, Տիրոջ խոսքն է, ով որ սուր գհանե, սուրով գինա։
Եվ Սուրբ Մովսեսը գմնա միայն վանքի մեջ եւ գուքան իրեն ածուրով, որ ինքը մարդոց կսպաներ, իրեն կսպանեն եւ վարկակիրը գսե, որ երկինքեն բսագի չավլուսե, հանգչեցավ իր եւ մյուս վանականներում, որ նահատակվեցան ադր։ Այսինքն մարդուն շտկելու, մարդուն ճիշտ ճամփա բերելու համար ոչ թե դադարդություն պետք է, այլ սեր պետք է։ Հիմա մենք հայերը շատ խոսիլ գսիրենք եւ քննադատել գսիրենք, չէ՞։ Հիմա մեկ հատ Հայաստան նորությունները բանակ, ամեն մարդ քաղաքագետ, ամեն մարդ ինքը ճիշտ է, այդ խանութի աշխատողն ալ ճիշտ է, տաքսի վարորդն ալ ճիշտ է եւ ամեն մարդը կքննադատե։ Այսինքն եղած երևույթի էության մեջ սերը բագաս է։ Մեկը չսեր, որ հաստուզում է բարին, թող Աստված ինքը որոշի։ Բայց ընդհանրապես մենք որպես մշակույթ ինչ կնենք մարդուց, աղվոր գչախենք։ Մեկ հատ նայեցեք, մեկը որ օդար հարս ունենա, ինչ կլա մեր առաջի արձագանքը, գնաց օդարին հետ ամուսնացավ, չէ՞։ Ուրիշ բամը փնտրենք, որ մեզի պես չներ, ասինչ դաստիարակություն է։ Կամ այսօրվա բզդիգներուն գնայինք, կսենք, որ մեր բզդիգները ուրիշ էին, մեր բզդիգները գիրթ էին, հիմա ինչ կնենք որ ասենք, չէ՞։ Ուրեմն թե սուրբերը, թե Քրիստոս ինքը ցուցուցեր է, որ մարդոց շտկելու ուղին հեզությունը եւ սերն է։ Հեզությունը հետաքրքիր բառ է, որ հոսքս է, որ հեզությամբ վարվեցեք գաղաթացնելու թուղթի մեջ։ Հեզ բառը թե խոնար իմաստ ունի, թե հեզ կնշանակի մեկը, որ իրավունք ունի բարգանալու, բայց չի բարգանար։ Հիսուս ինչ ասավ, ինձի նմանեցեք, որովհետև հեզ եմ եւ սրդով խոնար, այսինքն գզադե իրար մե։ Այսինքն գրնամ բարգանալ, որովհետև Աստվածորդին եմ եւ սրդով խոնար եմ, խաչի վրա անգամ ինձի խաչողներու վրա չբարգացա։ Խնդրեցի իրենց համար։ Հեզ բառեն նաեւ գուկա եզ բառը, չէ՞, տեսած եք այդ գովը, եզը, կոմիդասի երկունի, չէ՞, հոլարա եզով, այսինքն քաշե խոնարաբար կաշխատի։ Այսինքն, եթե մեգումը մենք ուզենք շիդակ ջամփու վրա բերել, շատ ադեն խոսքով չէ որ պիտի լա, շատ ադեն իրեն ըսե ասր է, ըսե աներ է պիտի չլա, այլ երբ որ մենք համոզված ենք, ինչպես կսեն լավագույն համոզելու ձևը համոզվածը լալն է, երբ որ համոզված ես եւ մեջը դա կրագը գա աստվածային սիրո, ուրիշները գնային գսեն որ ուրիշ բան ունի, Սուրբ Հոգի զորությունն է ադիգա, այդպես կրցան առաքյալները ամբողջ աշխարհը դարձի բերել, չէ թե ինչ խոսքեր պիտի ասեին, բայց քանի որ գսեին Սուրբ Հոգին սիրով դրդված եւ հեզությամբ այնադեն մարդոց սիրտը գվերափոխեր։ Եվ նույնը մեր Տեր Հիսուս Քրիստոս կներ, չէ՞։ Երբ որ հանցագործներ գբեին արջևը, չէր գիտեր Հիսուս որ հանցավորեն։ Մագդաղենացին բերեցին, բորնիկ կինը կորձի վրա բռնված։ Գինը բռներ էին միայն, տղամարդը չէին բռնած, չէ՞։ Այդ խումբը որ գտադեր, տղամարդուն սրին տնոքես, գնա ինքը մեղավոր է։ Բայց Տերը գնաց եւ սկսավ գսե հողին վրա բաներ մկրել, այնինչ գսեին Մովսեսի օրենքը գսե պիտի դադարդես այսօր, պիտի քարգոծես այսօր։ Տերը դարձավ միայն երևակայեցեք այդ պատկերը։ Արարիչն արարածուց գնային մարդու աչքերուն մեջ, խումբ մարդու աչքերուն, որ սիրտը գիտե ամենուն, եւ այդ խոսքերը որ կելն է իր մեջ են, անչափ մաքուր եւ սրբություն է, գսե որ ցեզմի ով որ անմեղ է, թող առաջի քայլը նետե։ Հիմա ես ասեմ ամեն մարդալ գնեդե գերտա։ Դու ասես ամեն մարդալ գնե գերտա, բայց Տերը անչափ սերունի իր ժողովրդի վրա, իր արարածներու վրա, որ գսե որ ցեզմի անմեղ եւ գսե զարմանալի օրեն նետեց ամեն մարդ քարը եւ գնաց։ Ինքն ալ մոդեցավ այդ մեղավոր գնոջը, ցերկը բռնեց, ասավ ուր են քեզի մեղատրողները։ Ես ալ քեզի չեմ մեղադրել, բայց գնա եւ այլևս մեղ մի գործեր։ Այսինքն հեզությամբ մոտեցավ, սեր ցծուց իրեն, եւ ուղիղ ճամփու բերավ իրեն։ Եթե Տերն ալ դադարդեր,
ուրեմն ճամփու վրա չեր կար։ Ինչպես Հիսուսը ասավ, չեկա դատապարտելու, այլ փրկելու։ Նույնը ըրավ Մաքս հավաքող Զաքեոսին հետ, նույնը ըրավ Մատթեոսին հետ, նույնը ըրավ բոլոր մեղավորներուն հետ, որտեղ սիրով կրծավ Աստված շահել եւ սիրով է որ մենք կդառնանք։ Ուրեմն, եթե բադահի որ մենք կտեսնենք մեկը հանցավոր է սիրելիներ, հայելի մեջ մեզին այնք, ես ալ տունավ, հայելի մեջ մեզին այնք, դյուրին է մեկը սխալն է, մեկեն դադենք։ Մարդը ասալ բադմեմ եւ ցկեմ ցեզի։ Մետրոն արերը գերտա։ Գսե ինչ խաղաղ է այդ վերջի վագոնը կառնե, որ մեկը չխանգարե իրեն։ Հաջորդ կանգարին հայրը 3 զավակներու հետ կելն է, 3 բզդիկ զավակներ, եւ զավակները գսկսին դուր, իմս է, օթո, աղմուկ, չեմ գիտեր ինչ։ Աս մարդը որ արեր էր մետրոն, որ թյուրին դեղ ասնի խաղաղը լա, ասոն կանանքիս կլա, մտքի մեջ գսե, ասին ճանտասերակ բզդիկներ են, ասոնց հայրը գնային է, բամը չի գնարոնել, ասին ծերունդ է, եւ այլն։ Կանցնի 1 կանգար, 2 կանգար չի դիմանար, հորը գսե բարոն, կարծեմ քիչ մաս անտաստիրակ զավակներուդ կարգի բիտ վերես։ Հայնալ ասանք լուր նստեր է։ Գսե գիտես հիվանդանոցենք ու կանք։ Եվ իրենց մայրը 1 ժամ առաջ մահացավ։ Իրականի մեջ ես ալ չեմ գիտեր ինձ ինքս ինչպես պահել, սո ենթադրեմ, որ այդ բզդիկներն ալ չեն գիտեր ինչպես պիտի պահեն, որտեղ այլևս մայր չունին։ Այդ մարդը որ քննադատեց, գսե հաջորդ կանգարին ես իջակացի։ Ամոթես եւ սխալ աչքերով նայած ես։ Ուրեմն ամեն անգամ, երբ որ մեկը պիտի տադենք, միշտ հիշենք, որ մարդը պատճառ կրնա ունենալ։ Միշտ ոչ թե հանցանքը աչքի մեջ տալու, այլ սեր ցցնելու, որտեղ սերն է, որ խաչը բարձացավ։ Սերն է, որ հարություն առավ եւ ինչպես Հովհաննես Ավետարանչին գսե Քրիստոս սերը, եւ սերն է, որ կրնա ամբողջ արարչությունը բայձառացնել եւ մեզի Աստծո որդիներ դարձնել։ Թող Աստված իր սիրով մեզի հեզություն տա եւ իր ճամփաներու վրա ուղիղ պահե Հավիդյանս Հավիդենից ամեն